Մենք կրկին բռնել ենք դեպի Տավուշյան սարեր տանող ուղին, Տավուշի լեռների գրկում, այնտեղ որտեղ բնությունն իր ամենագեղեցիկ երանգներով է ներկայանում, մեզ դիմավորելու է Քարագիտուկ կոչվող սարատեղին։ Դեպի ամենամարդաշատ սարատեղի տանող ճանապարհն անցնում է ծաղկաստան արոտավայրերով ու շքեղ անտառներով։ Ճանապարհին հանդիպում ենք ժամանակի հետ լուռ հաշտված լքված հյուղակներ ու կոլորիտային տնակներ, որոնք իրենց պատերի մեջ դեռ պահում են այստեղ ապրած մարդկանց պատմությունները։ Այս ճանապարհը միայն բնության գեղեցկության մասին չէ, ճանապարհին հանդիպում ենք մարդկանց, ովքեր նոյեմբերյանից գալիս են իրենց անասուններին խնամելու, իսկ ոմանք տարվա ամիսների մեծ մասն անցկացնում են հենց այստեղ սարերում։ Եվ մինչ բարձրանում ենք դեպի Քարագիտուկ, ավելի ու ավելի ենք համոզվում, որ Տավուշի այս անկյունի ամենամեծ հարստությունը ոչ միայն շքեղ բնությունն է, այլ նաև այն մարդիկ, ովքեր շարունակում են ապրել ու արարել այս լեռների գրկում։ Այսօր միասին բացահայտելու ենք Տավուշի այս անկյունը, որտեղ յուրաքանչյուր ճանապարհ, յուրաքանչյուր տնակ ու յուրաքանչյուր հանդիպում մի նոր պատմություն է պատմում։ Այս սարերում մենք հաճախ ենք հյուրընկալվում ու ժամանակի ընթացքում այստեղի մարդիկ մեզ համար արդեն հարազատներ են դարձել։ Ամեն այցի ժամանակ նորից ու նորից ենք հանդիպում նրանց, լսում իրենց պատմություններն ու բացահայտում լեռնային կյանքի հերթական հետաքրքիր դրվագները։ Ճանապարհին հանդիպում ենք տիկին Սիրուշին։ Բեռնված մեքենայով շտապում է քաղաք առևտրի, լիքն ու բարով մեքենայի մեջ տանում է նաև սարի անուշահոտ ծաղիկներ, որ ուրախացնի հարսին։ Մի փոքրիկ, բայց այսքան ջերմ ժեստ, որ շատ բան է պատմում այս մարդկանց բնավորության մասին։ Այստեղ սարերում հոգատարությունն ու սերն արտահայտվում են հենց այսպիսի պարզ ու անկեղծ արարքներով, մի փունջ վայրի ծաղիկներով, որոնք իրենց հետ տանում են լեռների բույրն ու ջերմությունը։ Եսում համար եք տանում։ Իմ հարսիկ իմ հար։ Բայց ես էլ տամ։ Չէ, ոչինչ, մենք մեկա գնում ենք, մենք է կհավաքենք։ Ինչ կա։ Գնում ենք ձեր սարերը, տեսնենք ինչ են անում մարդիկ։ Շատ էլ լավ եք անում։ Այ բարամ գզգզորած են նկարում։ Սիրուն եք։ Առաջ շարժվելով հսկայական եղևնիների տակ կառուցված հեքիաթային տնակներ ենք հանդիպում։ Բոլորը լքված բացի մեկից, դա տիկին Սուսանի տնակն է։ Ամուսիններով եկել են մայիսի վերջին ու կմնան մինչև դեկտեմբեր։ Չեք վրազում, օրը երկար, սարերը մեծ։ Դե ուրիշ սարեր էլ են, ձեզնից վեր է որ սարն է։ Քարագիտուկը, Գոգդաղը։ Այնտեղ շատ մարդ կա։ Այնտեղ շատ մարդ կա։ Եկեք դե, եկեք նստեցեք։ Լալսի, մոդիկա, ներ սարը, 40 րոպեի ճամփայա, երեկ է նստի ելել, երեխեքս, հիմա վաղը տենքալ նորից, Հա, կտրված չեք։ Չէ, կտրված չենք, նենց որ կաթնամթերքը լրիվ ուղարկում ենք, տանում են թարմը, որ ծախում են, որ օգտագործում են, աշնանը զուտ մենք են գլում, էլ տանելու բան չիլում, կուզենան սկի տանել չեն։ Որ հարց եկակ, ստեղ կեսուրը գալիս էր Չէ, գալիս չէ, Այս ձեր սարն է։ աշխատում էի, գործարանը փակվեց, լավ աշխատավարձ էինք ստանում միջև 300-ին մոտիկ, հենդովան փողովը։ Գործարանը փակվեց, մենք էլ տեհանք էլ աշխատելու վարյանք չկա, անասունով զբաղվեցինք։ Ջիլը պատրաստ է։ Ջիլը պատրաստ է մերի ջան։ Տանինք փրենք, չորանա։ Ամուսիններով իրիկունները նստում եք, ինչից եք խոսում, ինչ եք։ Համար է խոսում չենք։ Որովհետև ենքան հոգնած են գլում։ Հա։ Այնա հազիվ գործը վերջացնում ենք ու պարկում։ Տիկին Սուսաննան պատմում է, որ թեև ապրում է նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, միևնույնն է առանց սար բարձրանալու անասուն պահելն անհնար է։ Այդ պատճառով ամեն տարի գալիս են այստեղ իրենց տնտեսությամբ հանդերձ, կովերից բացի ունեն հավեր, հնդկահավեր, խոզեր ու այլ կենդանիներ, որոնց խնամքը սարերում ավելի հեշտ է։
Բայց Սարի կյանքը հեշտ չէ, աշխատանքը վաղ առավոտից մինչև ուշ երեկո չի դադարում։ Տիկին Սուսաննայի ձեռքերը տարիների աշխատանքի հետքն են կրում, բայց նա շարունակում է նույն նվիրումով զբաղվել իր գործով։ Կաթից թել պանիր է պատրաստում, պահեստավորում, որ հետո երեխաները տանեն քաղաք ու վաճառեն։ Թեև ամուսիններով արդեն թոշակառուներ են, հանգստանալու մասին դեռ չեն մտածում։ Ասում են աշխատելու ուժ ու ցանկություն դեռ ունեն, հատկապես երբ գիտեն, որ իրենց աշխատանքով կարող են օգնել երեխաներին։ Այդ ցանկությունն է, որ ամեն տարի նորից ու նորից նրանց բերում է Սար, շարունակելու իրենց սովոր կյանքը բնության գրկում, աշխատանքի ու ընտանիքի հանդեպ սիրով։ Տիկին Սուսանի հյուրասիրության առաջարկը ստիպված մերժում են, քանի որ առջևում երկար ճանապարհ ունենք անցնելու։ Քարակիտուկը հրաշք բնություն ունի, բայց նրա ամենամեծ հարստությունը մարդիկ են, աշխատասեր, հյուրընկալ ու բնության հետ ներդաշնակ ապրող։ Վերջապես հասնում են քարակիտուկ ու նկատում, որ բոլոր տները դատարկ են։ Սարվորներից մեկը պատմում է, որ կանայք ոնց ասում են ձեն-ձենի են տվել ու բարձրացել ուրց հավաքելու։ Մեզ էլ ուղարկում է նրանց մոտ, բայց նշելով, որ անպայման սպասելու է Սարի բարիքներ հյուրասիրելու համար։ Դե գնացեք եկեք ստի Սարի, ոնց որ մի հանդիպում կլի։ Քարակիտուկի մոտակա հանդերում տեսնում ենք տիկին Ղուշիկին, որ նախորդ նկարահանումից էր մեզ ծանոթ ու մեզ տակ-տակ բիշիներ էր հյուրասիրել։ Սարի ընկերուհիների հետ ուրց է հավաքում, որ այստեղ շատ են օգտագործում որպես համեմունք, ճաշի ու հատկապես խորովածի, բայց դժգոհ են, երկարատև անձրևները խանգարել են բույսի հասունացմանը։ Եկեք ասա։ Փեշը դատարկ կա ոնց տենում։ Չկա, ասում չեմ, խոնավություն թողում չի։ Էսա ուրցը։ Դեռ շուտ Բայց չի։ շուտ է։ Դեռ չի կոկոմել էլի։ Այս տան օգտագործելու է թե ծախելու։ Ծախելու չէ դա։ Տանը։ Տան։ Տան համար ենք հավաքում, երեխեքի համար ենք հավաքում։ Այս ոնց է քիչ եք սարում։ Շատ քիչ ենք եկել չեն դեռ գյուղում են։ Բա ամառը կես եղավ չեն եկել։ Դե խոնավ է եղանակ անձրևնի շատ է։ Գալիս չեն էլ այդ ցավը տանեմ։ Դուք բա ոնց է եկել եք։ Մենք արդեն մի ամիս ու կեսաստի ենք։ Ցուրտ էր որ եկա։ Հա, բայն չէ, ջունել եկավ սարցրուց։ Բայց պետք էր եկել ենք էլի։ Տիկին Ղուշիկը ձայն է տալիս հանդի իր ընկերուհիներին, թե եկեք, քաղաքից հյուրեր ունենք։ Քիչ անց հավաքվում են ժպտերես կանայք իրենց փեշերը լցրած անուշաբույր ուրցով։ Օրվա հոգսերից մի պահ կտրվելու առիթից ուրախացած սկսում են կատակել, զրուցել ու իրեն ջերմ տրամադրությամբ լցնում են սարերը։ Ընկերուհիներով գնացել եք ուրցի այս։ Այո։ Եկեք գնանք ձեր ընկերուհիների մոտ հլանս։ Ես նրանց հետ խոսում չեմ կամ, ինչ անեմ խռով եմ։ Բամբասենք մի քիչ։ Գնացինք, այ բամբասելու հարցում պրոբլեմ չի։ Գնացինք։ Որ բամբասող լինք ենք իրար հետ այդ ցավտան։ Չէ, դե դուք եք ուրիշներից բամբասեք։ Մենք օրինակ կանք մնաք ձեզանից բամբասենք։ Բամբասեք։ Օրինակ, ասեմ խես սպիտակ կոշիկներով էս ծևի ծխի մեջն եկել։ Արիմ կալոշնին հագի։ Ուղղակի սպիտակ է։ Վայ մամա ջան։ Այդ չեք այդ նստելախ որ լավ նկարվի։ Արի, ես խաղն ուզում են ստիքի տենուն։ Հեգի դեն նմուշես։ Գիտեն ոչ որ մենք ավելի սիրուն կողտ աղջկերք ենք։ Չեղ կենանում քիրի ջեն մեզ։ Արի։ Խի։ Հերու ես էլ փախավ այդ վարյանտ չկար։ Պերաշկին, բիշիտ խելիս, ահա, նստենք թախտին սպասենք բաղթին։ Հլա ասեք, ոնց եք համոզելով եք սար գալի, թե ձեր կամքով է։ Եթե հարցը ոտ թապատալի տանց պաղչում ենք, էլի։ Հնի թապատով է։ Դեր հասցրել չի, բայց արդեն տդար։ Սարերում կյանքն ուրիշ օրենքներ ունի։ Այստեղ մարդիկ ապրում են մի մեծ ընտանիքի պես, միասին են ուտում, միասին են սուրճ խմում, քննարկում օրվա լուրերն ու կիսվում իրենց նորություններով։ Երեք օրինակ մեկի որդին քաղաքից կանաչ լոբի էր բերել, մյուսն էլ իր հետ մի համեղ բան էր վերցրել։ Հավաքվել են սեղան բացել, մի բաժակ օղի խմել ու երկար զրուցել։ Այստեղ կյանքը քաղաքի նման չէ, որտեղ մարդիկ հաճախ փակվում են իրենց տների դռների հետևում։ Ծառում բոլորը մեկը մյուսի հոգսի ու ուրախության մասնակից են։ Այս կնգա տղեներեք լոբի էր բերել։ Խամպանա լսել։ Չխիչնան չոյդ ոչ։ Բերին մեր տուն, էփեցինք, մինը պամիդոր բերուց, մինը սոխ բերուց, մինը վարուկ բերուց, մեր տանը նստեցինք, էփեցինք, հավեսով կերակ, մինի բաժակել խմեցինք։ Այ այդ վերջը համանեցինք։ Խմեց չէ։ Ոնց է գալ ֆոնի արաղ նայնով խմեց։ Էդ հոնի արա։ Ով որ
Որ Իմ քանի հարցը կողմեք, տղա- որից գործն է ավելի շատ։ Լամի րոպե։ Կարող է եկել գործ Որից գործում եմ տենան, որ մեկի գործն է ավելի շատ։ Իրանը քիչ է մեր հավասար։ հավասար ենք մենք, որպեսզի չնախանձենք իրար բաներ, լիքատ նորմալ կա։ Իսկ լնում է, որ մեկը լավ ծախեք, ով լավ լեզու ունի, որ առևտրականներ Լեզուն պետք չի ցավդ տանեմ, սիրուն են թմբի վրի տուննա, որ շատ լավ գիտես, ծախում եմ, սրանք էլ ճոտ են դնում։ Այսինքն եկող գնացողին դու շուտ Եկող գնացող ունի մը։ Մամեն մեղքս գալիս այրանց էլ եմ ասում։ Աշտերապ գիտեն եմ մարդս, որ դեղրգեմ նկարեն։ Որտեղ է չոբանա գնացած։ Չհո, սունկ է գնացել։ Սունկի, այսօր է սունկ եք ուտելու։ Աստված գիտե, երեք շատ ամանեք էլ չկար։ Իհարկե էփեն։ Կարող է գյուղը գեք, քաղաքը գեք։ Խեփ եմ օրինակ, էփ եմ սրանք ուտեն, կծախեմ փող կշինեմ։ Շատ պետք է սրանց կերած, սորկան եք ուտ չկա։ Չեն նեղանում ընկերուհիները։ Ումից։ Ավել լավ թողնեղանան, մին փորել կպաքսի տանը։ Ձեր անունը կասեք։ Չէ։ Չեք ասի։ Կարտնիկա պասպորտ չունեմ, կարալ չեմ։ Եղավ, ընտրության էլ չեք գնացել։ Առաջի գծեմ, չեմ գնացել։ Ասանը մտ չես ասի։ Գիտեմ, չէ, ուշք չեն բացարձակ։ Եկին մի անեկդոտ ասավամ, ասма ռեխին հարցնում ասма Հովանես Թումանյանի սունն ու կապունով ագնել։ Ասма ինչ իմանամ։ Ծնողական չեմ, ասма բա այս ոնց է որ հարց տվի չպատասխանեց, ասма ինքն ազնիվ է, եթե գրածելի կասե որ ինքն։ Եթե ինքն էլ գրած կասել։ Ինքն ազնիվ երեխա է։ Հիմա ցավ տանեմ։ Անումս գիտեմ ոչ, ինչ ասեմ։ Գիտես ոչ, ես կասեի։ Ապրես խոշիկ չեն, ուրախ են։ Աշխեն, ապրեք։ Տիկնանց հետ մեր զրույցը շարունակվում է արդեն սուրճի սեղանի շուրջ։ Սարվոր կանանցից մեկը, որ համեմատաբար երիտասարդ է, տեսախցիկի առջև երևալ չի ուզում, բայց տիկնանց ու մեզ հրավիրում է սուրճի։ Այստեղ արդեն հարցեր տվողի դերում կանայք են։ Սկզբում ընկերուհիները ծիծաղով պատմում են կատակասեր Ռիտայի ամուսնության պատմությունը, հիշում հին դեպքերն ու մեկը մյուսի խոսքը լրացնելով հերթով նոր մանրամասներ բացահայտում։ Իսկ հետո խոսակցության թեման աննկատ փոխվում է եւ ուշադրության կենտրոնում արդեն մենք ենք։ Սարի կանայք անմիջական են ու անկեղծ։ Նրանք սկսում են քննարկել այսօրվա երիտասարդներին քննադատում ամուսնանալու գործը շարունակ հետաձգող ջահելներին, իսկ հետո անցնում են ինձ համար փեսացու փնտրելու գործին, համոզված, որ ամեն խնդիր իր լուծումն ունի։ Ձեր սարում լավ տղա կա։ Բայց Սուզան կտանք կան տղեր կնեն, չի որ անտղա են։ Բայց դու կենալ դիսում։ Դե պիտի ես էլ հավանեմ, չէ։ Դու վանես։ Եթե կատենու որ վանել։ Գիտեմ ոչ, լամիտես քիցվան մեն դու։ Տայա ճարել մել։ Սարիցե։ Կատակասերրիտան քարակիտուկի իսկական հոգին է։ Նրա ներկայությամբ ոչ մի սեղան առանց ծիծաղի չի մնում, ոչ մի ուրախություն աննկատ չի անցնում։ Նոյեմբերյան հատուկ ջանով ու Ղուրբանով է խոսում, իր ասելիքը միշտ կատակով է ասում, այնպես որ անգամ ամենասովորական պատմությունը դառնում է հետաքրքիր ու ջերմ։ Նա ծիծաղում է, կատակներ անում ու լցնում սարվորների օրը։ Ռիտան այն մարդկանցից է, ովքեր Սարի կյանքին տալիս են կենթանություն, դարձնելով ամեն հանդիպում հիշվող ու ջերմ։ Հայկեք ցավը, վակվեցեք։ Ասի իմ աղջիկս անտուտ, ասավ ինչ կա, ինչ ունի կուտել, ասի ամեն ինչ էլ ունի, ոչ մի բանի պակաս չեն, բոլ ամեն բանը։ Ասավ դա հետ են արեխացնել վակեմ կամտի կենամ։ Աս ճիշտ ես մտածել։ Բիշի երբեք անելու են բիշին, են բիշից։ Երբ հատ չեմ ունենեմ լավաշ մարախմոր եմ, լավ պերաշկի թխողա։ Լավ պերաշկի թխողա, ասա խատատ կնա, ոնց է մի ժամը թխմա։ Հա։ Հա։ Կհասցնեք, հետ գալիս ուտենք։ Հարց չկա։ Եթե որոշ լեստանը մնացած երեխայից ցավը տանեմ խասը կառ։ Այստեղ կանանց թողնում ենք իրենց սուրճի սեղանի շուրջ ու իջնում դեպի ավելի ցածրադիր հյուղակներ։ Հանդիպում ենք պարոն Արարատին, որ այս կողմերում հայտնի է Պոշոլ մականունով։ Իսկական անունը ոնց ասացինք Արարատ է, բայց ով է նրան այդպես դիմում որ։ Դրա համար էլ ինքն իր համար աղբյուր է սարքել ու քարի վրա մակագրել Պոշոլ։ Պոշոլը հորս պապն է։ Ցարի բանակում ծառայել անդիմ երկու ռուսական բառաս վրել։ Որ եկելա, ով ինչ ասելա, պաշոլ, անունը կրծել են Պոշոլ։
Հմետանունը եկա պտտվեց, դե ինձ ասում են պոշոլանց արո, վերջը, ես արոն էլ rankt հանեցին, մնաց պոշոլը, հմի ասի, դե ինձ ավելի շատ պոշոլ գիտեն կանց թե արո։ Դուք ձեր համար աղբիր եք սա։ Հա, ինձ աղբիր եմ սարի, դե մի քանի սաղ եմ, մարդիկ ենք գնան, հա, անձեր վախտը են ծածկոց կա, բիսետկայա, տակ ինք նստին, ջուր խմենք, ով քիչ է մի բան լավը կացե, ով չէ, նայել թողիրա եղով տպակ, մենք ասել բան չունենք ուշի։ Քանի որ հենց ինքն էր մեզ ուղարկել ուրց հավաքող տիկնանց մոտ իր խոսքով Սարի շեֆերի, հետաքրքրվում է արդյոք միտք չունեն հանդերից իջնելու, որ մեզ հյուրասիրեն։ Որ փտնակ Սարի գլուխ են լրիվ է Ռուսթավին, սհեն ծերևմա, Ռուսթավին, ռիգներ որ լիսը վարում է, Ռուսթավին սեմբչև կրիվոյ, անթատ է լսերը վարված կա, երևմա։ Ըստ ես վերևից նայում ես ընդյալավեր դուք եղերնա, թեղուտը ստի նայել չեք, թեղուտի հանքերը ստի ծերևում է, երևից տարի վերջ տարին լին ճիշտնա ճիշտ է, դե արդեն էլ համար է չաժե, լիքլու պաղով կնում ենք, ғրգում ենք, տանում ենք, բայց դե մեզ էլ արդեն են չգիտես, կինս մի քիչ վատառող չա, չնայած ես էլ բան չեմ, ես մի շաբաթ առաջ եմ ես մի աչքս օպերացիա արել, ես մի աչքս հեռացրին, մնաց ես մին։ Մի աչքի հույսին եք։ Մի աչքի հույսին ենք, ասին այդ տարիքում շատ բան ես տենում, երկու աչքը քեզ մինն ավելա։ Իհարկե շնորհակալություն ենք հայտնում ու անցնում առաջ, որ հանդիպենք Քարակիտուկի բուժքույր գրադարանավարին տիկին Հրանուշին։ Այդ պանիրը։ Այս պանիրը, այս չիլը։ Այդ լամանին արվանալ վարդիջը։ Կարաքը ուրա որ կարաքը։ Կարաքը տարի մեր կողնին շատ աշակ տված կացեք։ Բասարա ուզում եք ինչ լինի։ Այ։ Էս է ձեր խոհանոցն։ Էս անարատ կարաքը։ Այս անարատ կարակն է։ Սրբորեն պահպանում է Սարի գրադարանն, ասում է Սարի ընթերցողները նախընտրում են ավելի մեծ տառաչափով գրքեր, հեղինակներն ու բովանդակությունը երկրորդական են։ Ամենաշատը որ գիրքն են կարդում, որ ուզում են։ Ես կարդացող հետաքրքիր, տարերը խոշոր։ Այ ես ամեր Արմենոհին։ Ինքն է այս գրադարանը ոնց որ ստեղծել, հա։ Այն կարմիր գյուղ կա, կարմիր գյուղի Սարում առաջ բացել, հետո երկրորդը ես ինքը Սարում իր տատի, իր մամայի, պապայի հետ, ճոճանակ կա, ես ներքև մի հատ ծառ կա, ինքն էլ կեր նկարել։ Տիկին Հրանուշն ու մյուս սարվորները ցավով են խոսում մի իրականության մասին, որը տարեց տարի ավելի նկատելի է դառնում։ Սար եկող մարդկանց թիվը նվազում է։ Ամեն տարի 1-2 հարևան պակաս է լինում ու սարերը, որոնք ժամանակին մարդաշատ ու աշխուժ էին, աստիճանաբար լռում են։ Նրանք մտահոգ են, որ եթե այս ընթացքը շարունակվի, տարիներ անց անգամ ամենամարդաշատ սարատեղիները կարող են դատարկվել, դառնալով անցյալի հիշողություն։ Այս մտահոգությունը նրանց խոսքում հնչում է ոչ միայն որպես այլ նաև որպես ցավ կապված այն կյանքի հետ, որին նրանք ամբողջ սրտով կապված են։ Ես իմ թաղամասն է սա, առավոտը գնում են իրիկու նկալի։ Աստեղ մնացողը ես եմ, բայց դե կանայք են զրուցում ենք, հավաքվում ենք։ Սարերից մարդկանց հեռանալու պատճառները տարբեր են ու իրարից անկախ, բայց միասին նրանք ձևավորում են մի ընդհանուր իրականություն։ Սարի ծանր աշխատանքը, կյանքը վաղ առավոտից մինչև ուշ երեկո մշտական հոգսերով ու դժվարություններով։ Մյուս կողմից բնության վտանգները եւս իրենց դերն ունեն։ Գայլերի ու արջերի հարձակումները երբեմն մեծ կորուստներ են պատճառում անասնապահներին, ու այդ կորուստները տարիների ընթացքում կուտակվելով մարդկանց հեռացնում են սարերից։ Բացի այդ, նոր սերունդը ավելի հաճախ է ընտրում ավելի հեշտ ու հանգիստ կյանք քաղաքային պայմաններում։ Այդ ցանկությունը ապրել ավելի հարմարավետ ու ապահով աստիճանաբար փոխում է ավանդական Սարի կենսակերպն ու դատարկում երբեմնի մարդաշատ արոտավայրերը։
Բայց այս ամենի մեջ կա նաև հույս, քանի դեռ կան Տիկին Ղուշիկի, Ռիմայի, Հրանուշի նման աշխույժ սարն ու հանդես սիրող կանայք, սարերն իրենց շունչը չեն կորցնի։ Նրանք են, որ պահում են այս կյանքը, այս ավանդույթը, այս պարզ ու անկեղծ ապրելու ձևը։ Նրանց աշխատանքի, հոգատարության ու սիրո շնորհիվ Տավուշի այս գեղեցիկ բնությունը շարունակում է ծառայել մարդուն ու մնալ կենդանի։ Այսպես մենք հրաժեշտ ենք տալիս քարակիտուկ Սարատեղին, մի փոքր տխրության, բայց նաև վստահության, որ այստեղ կյանքը դեռ շարունակվում է։ Իսկ հաջորդ անգամ խոստանում ենք պատմել Սարի ամենաճանաչված հարսի Աննայի մասին, ում պատմությունը նույնպես կապված է այս սարերի շնչի ու մարդկանց կյանքի հետ։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։